Ադրբեջանի նախագահ եւս մեկ անգամ հայտարարեց, որ հստակեցրեք, թե երբ են Հայաստան վերադառնալու ադրբեջանցիները, իմիջիալը չասեց Հայաստան, ասեց Արևմտյան Ադրբեջան, այսինքն ինքը այսօրվա Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի։ Խաղաղությունը ամբողջ աշխարհում բոլոր պետությունները մեկը մյուսի հետ չեն պատերազմում եւ հաստատվում է ուժային բալանս։ Այն որ Յակոմիսկի խումբը դեռ ծարված չի, նշանակում է մենք ունենք դաշնակիցներ, ռումբ է դրած տնտեսության տակ, բայց մեկ այլ ռումբ է դրած է պետականության տակ։ Հաջորդիվ գալու են հայտարարեն, որ մեր բանակը ի վիճակի չէ զուտ դեմոգրաֆիկ, ի վիճակի չէ դիմագրավելու ադրբեջանական ագրեսիային, դրա համար մենք պետք է հանձնվենք Ադրբեջանին, իրենք սա են անում, հաջորդը լինելու է հերոս բանակից ազատվողը։ Ողջույն, պատմական շաբաթն է եթերում, մարտական եղբայրություն միաբանության գրասենյակում ենք եւ քաղաքական խմբի անդամ Մասիս Շիրոյանը եւ ես, մեդիա խմբի անդամ Կարմեն Մարտիրոսյանը քննարկելու ենք շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները։ Դրանք մեծամասամբ անվտանգային էին։ Ողջույն Մասիս ջան։ Բարև ձեզ։ Սկսենք պաշտոնական այցերից։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը եւ Իրանի պաշտպանության նախարար Նասիզադեն այցելեցին Հայաստան։ Իրանի պաշտպանության նախարարը կրկին հայտարարեց, Թեհրանը թույլ չի տա հայ-իրանական սահմանին որևէ ոտնձգություն, քանի որ այն երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցության ուղի է։ Լավրովը հայտարարեց, Ռուսաստանը շահագրգռված է հապկում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ եւ Կապանում շարունակվում են ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները։ Այսօր թերևս հիմնականում անվտանգային հարցերի մասին պիտի խոսենք եւ շատ ցավալի թեմաների պիտի անդրադառնանք, բայց սկսենք պաշտոնական այցերից։ Սկսենք պաշտոնական այցերից ու սկսենք հենց Լավրովից։ Այո։ Լավրովը եկավ, հանդիպեց մեր արտաքին գործերի նախարար Արադ Միրզյանի հետ, քննարկումներ ունեցան, ինչ որ փաստաթուղթ ստորագրեցին, որը չգիտեմ ինչ է նույնիսկ, բայց հիմնական թեմաները հետեւյալն էր, որ իրենք վերահաստատեցին երկուստեք Ռուսաստանի եւ Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների շարունակականության մասին։ Ռեստարտ չի լինելու։ Չի լինելու։ Իրենք նաեւ Արադ Միրզյանը հայտարարեց, որ դեպի Եվրոպա Հայաստանը չի գնում, որ որևիցե նման process իրականում գոյություն չունի, ու սա եւս մեկ անգամ եկավ փաստելու մերեն ասածը, որ արգելի հայրենակիցներ, այս մարդիկ ԿՊ իշխանությունները սրանք գործում են ռուսական հրահանգով, ռուսական գծի մեջ, սրանք երբեք չեն շողում այս ամեն ինչից։ Այլ բան է, որ հարկ եղած դեպքում իրենք պահում են իրենց այնպես, իբր թե վատ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, դրա համար Ռուսաստանը ձեռքերը լվացել է ու չի մասնակցում Հայաստանի անվտանգության ապահովմանը որպես դաշնակից։ Նաև չի մասնակցում որպես ՀԱՊԿ անդամ երկիր։ Չնայած որ Արադ Միրզյանը հայտարարեց ՀԱՊԿ-ի հետ կապված թեմաներում, որ ջերմուկում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ՀԱՊԿ-ը իրեն լավ չի պահել, բայց այստեղ էլ պատասխան տվեցին ու ասեցին, որ նման դեպքեր չկան, չեմ Արցախի մասով թեման շրջեցին, Արցախի մասով ասեցին, որ հենց դուք եք մեղավոր, որ գնացիք հենց Եվրոպայում Պրահայում հայտարարեցիք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու մեծ հաշվով հարցը բարդեցին հայերի վրա։ Հայերն էլ վերցրեցին իմիջիայլոց ու Ռուսաստանում գործող այդ մեդիա դաշնուններ, լուծաբաններ են, քաղաքագետներ են, այդ մակարդակում անընդհատ մեզ իշատակում են, որ հայ ժողովուրդը գնացել է ընտրել է հակառուս իշխանություններ, դրա համար հայ ժողովրդի Ռուսաստանը պատժում է։ Բայց երբեք չեն միայն խոսքով, իսկ գործերով ընդհակառակը խոսվեց նաև տնտեսական շրջանառության մասին եւ այլն, եւ բոլոր առումներով մենք, այսպես ասած, խորացրել ենք մեր հարաբերությունները։ Օրինակ Ուկրաինայի դեպքում երբեք չեն ասում, հա, Ուկրաինայում հակառուս իշխանություններ էին, բայց իրենք ասում են, չէ, ուկրաինացիք մեր եղբայրներն են, բայց այնտեղ նացիստական, չգիտեմ, ֆաշիստական ռեժիմ է, մենք պետք է գնանք ազատագրենք մեր եղբայրների։ Այդ ինչի են գնում այնտեղ։ Այնտեղ գնում են իրենց այնտեղ սպասող չկա, իսկ ստեղ երբ որ սպասող կար, իրենք ձեռքերը լվացին, այսինքն դուրս է գալիս, որ այն ինչ մեր հետ տեղի է ունեցել, այն ինչ որ կատարվել է, թե Արցախում, թե Հայաստանի Հանրապետությունում, դա եղել է ռուսների թողտվությամբ, ոչ միայն ռուսների թողտվությամբ, այլ նաև ռուսների ակտիվ մասնակցությամբ։ Ռուսական իշխանությունները դրան հավանություն են տվել։ Այսինքն, երբ որ Թուրքիան, Ադրբեջանը համատեղ Արցախում օպերացիան իրականացրել դրանց անմասն չի եղել նաև Ռուսաստանի իշխանությունները։ Դե բնականաբար, այո։ Այդ ամենը ուղղակի անհնար է անտեսել,
եւ շատ դժվար է պատկերացնել ինչպես են մարդիկ կարողանում ձև տալ, այսպես կեղծել, թե ոչինչ էլ չի պատահել։ Իրանի մասով կասեմ հետեւյալը, որ Պաշտպանության նախարարը գալով Հայաստան եւս մեկ անգամ հաստատեց Իրանի արդեն երկար ժամանակա պաշտոնական դիրքորոշումը, որ իրենց համար կան որոշակի կարմիր գծեր, բայց դրանք ուղղակի չէ, դրանք եւս մեկ անգամ ասում, որ մեծ քաղաքականությունը զգացմունքների, սիրո վրա չի հիմնված։ Սա զուտ պրակտիկ շահերի վրա է հիմնված, կան ընդհանուր շահեր, կան շահերի բախումներ։ Հիմա մենք վերջերս տեսանք Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտը եղավ, որտեղ մենք ակնհայտ տեսանք շահառու կողմերին, որտեղ որ շահառու կողմերից են Պակիստանի դաշնակիցներ, Թուրքիան, Իրանը, ովքեր որ նույն գծի մեջ են գործում, տեսանք նաև ավելի լայն շրջանակներում ովքեր են այդ թեմայի շահառուները ու հասկացանք թե ինչ է տեղի ունենում, այսինքն Չինաստանը որոշակի շատ պրոքսի ձևով փորձեց միջամտել, մասնակցություն ունենալ, բայց կա այստեղ նաև այլ շահառուներ, սա ճանապարհների խնդիր է, ճանապարհների կոնֆլիկտներ են ու կա Հնդկաստանը, որը որ չնայած որ իր ստատուսով համարժեք չէ Չինաստանին, որովհետև Չինաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համանախագահող երկիր է, իսկ դա դարել է երկրորդ աշխարհամարտում որպես հաղթանակած բլոկի մաս լինելով, կա նաև Հնդկաստանը, որը այսօրվա դրությամբ հայտ է ներկայացնում լինել այդ գերտերություններից մեկը, որովհետև իր տված ցուցանիշներով թե ռազմաարդյունաբերության, թե տնտեսական այլ ցուցանիշներով, գիտության մյուս բոլոր ոլորտներով, թե դեմոգրաֆիա համանախագահ երկրներին որոշներին գերազանցում է ամեն ինչով։ Դրա համար նոր աշխարհակարգ է ձևավորվում ու Հնդկաստանը նույնպես ասել է, որ ինքը ծրագիր ունի Ասիան Եվրոպայի հետ կապելու, բայց դա լինելու է Հնդկաստան, Իրան, Հայաստան իրենք այս կոնտեքստում են դիտարկում ու իրենք դեմ են Թուրքիան ու Ադրբեջան հենց այս նույն թեմաների շուրջ։ Դրա համար մենք բնականից դարձել ենք դաշնակիցներ, չնայած որ այս բան դաշնակից չենք, այլ ուղղակի զուտ ռազմավարական գործընկերային հարաբերությունները, բայց ամեն ինչ գնում է դրան։ Եվ իդեպ օվկիանոսից այն կողմել իրենց հավակնությունների մասին, այս ճանապարհների հետ կապված իրենց շահերի մասին թույլ չեն տալիս մոռանալ, Ամերիկայի Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հակամարտության լուրջ վտանգ է տեսնում եւ ակտիվ ներգրավված է կանխելու ռազմական բախումը, այս շաբաթ հայտարարեց պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Վաշինգտոնի արտաքին գերատեսչության ղեկավարը ի պատասխան հարցին, թե արդյոք նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր է շրջանցել 907-րդ հոդվածը, որն արգելում է Բաքվին ամերիկյան ռազմական աջակցություն տրամադրել, ասաց մենք դեռ որոշում չենք կայացրել այդ հարցի վերաբերյալ, քանի որ այժմ մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է, որ նրանք համաձայնեն խաղաղության պայմանագրին, որը չի հանգեցնի հարևան երկիր Հայաստան ներխուժմանը։ Մենք ցանկանում ենք կանխել դա։ Սկսում ենք մտահոգվել, երբ հիշում ենք, թե ինչպես կանխեցին Ուկրաինայի եւ Ռուսաստանի բախումները, ասում էին, որ պատերազմը մեկ օրում պիտի դադարի։ Հիմա երբ որ Թրամփը ուզում է կանխել մեր վրա հարձակումը, արդեն սկսում ենք հիշել եւ անալոգներ անցկացնել։ Մի բան է հայտարարությունները, մի բան է ռեալ քաղաքականությունը։ Այսինքն ռեալ քաղաքականությունը արդյոք ուզում են կանխել կամ միգուցե սա զգուշացումներ են երկուստեք, թե Հայաստանի, թե Ադրբեջանի, որպեսզի հասկանան հնարավոր է նաեւ էսկալացիա վտանգ լինի, բայց մենք այս ամեն ինչը փորձում ենք վերլուծել, բայց իրականում չենք փորձում նայել, թե կողքի երկրում օվկիանոսից այս կողմ ինչ են մեզ ասում։ Ամեն դեպս մի փոքրիկ, այսպես լավատեսական բահով անդրադառնանք, Ադրբեջանին են դիտարկում մեղավոր հնարավոր ագրեսիայի պարագայում։ Արդեն ոնց որ ցույց են տալիս սլաքը, որ այս պարագայում մենք հասկանում ենք, որ Հայաստանը հարձակվող կողմը չի լինելու հաստատ, այնպես որ Ադրբեջանին ենք ասում խելոք մնա։ Հա, բայց իրենք դա միշտ էլ իմացել են։ Այսինքն եթե մեր հանրության թվում է, թե մենք ինչքան շատ ասենք, որ մենք չենք հարձակվել, կամ Ադրբեջանը ինչքան շատ ասի, դա է անցնել, չէ՞, այդ պետությունների ղեկավարները ու այդ պետությունների հատուկ ծառայությունները ամեն ինչ անգիր գիտեն։ Այս հայտարարությունները սա ուղղակի շղարշ է, որովհետև իրականությունը բոլորի համար ակնհայտ է։ Ու դրա համար եմ ասում, որ սա զգացմունքների տեղ չի, սա զգացմունքների պարզաբանում չի, սա ընդհանուր շահեր կամ շահերի բախումներ են։ Բայց այս պարագայում մենք պետք է հասկանանք, թե մեր հարևանները մեզ ինչ են ասում։ Հարևանները չէ, թշնամիները։ Հարևան թշնամիները, օրինակ Ադրբեջանը ինչ ասում։ Ադրբեջանի նախագահ եւս մեկ անգամ հայտարարեց, որ հստակեցրեք, թե երբ են Հայաստան վերադառնալու
ադրբեջանցիներով իմիջիալը չասեց Հայաստան, ասեց արևմտյան Ադրբեջան, այսինքն ինքը այսօրվա Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի։ Երբ որ հայտարարում է արևմտյան Ադրբեջան, դա նշանակում է տարածքային պահանջներ։ Այո։ Որովհետև այլ կերպ չի կարող լինել։ Շարունակությունը ինչ ասեց, հստակեցրեք ժամկետները, որովհետև մենք սրանից չենք հրաժարվելու ու ոչ միայն ժամկետները, այլ նաև պետք է տանք, թե ինչպես պետք է նրանց անվտանգությունը ապահովենք։ Իսկ մենք հասկանում ենք, որ դա չի կատարվելու Հայաստանի ոստիկանության կամ զինվորների միջոցով։ Դա լինելու է այլ երկրի միջոցով, հնարավոր տարբերակները մենք պատկերացնում ենք, որ երկրները կարող են այդտեղ մասնակից լինել կամ նույն Ադրբեջանը պետք է լինի կամ ռուսական զինված ուժերը կամ թուրքական, այսինքն այնպիսի երկիր պետք է մարդկանց անվտանգությունը ապահովի, որը որ վստահելի գործընկեր լինի Ադրբեջանի համար։ Հիմա մենք ինչ ենք ասում, որ հնարավոր է սրան դիմադրել։ Իհարկե հնարավոր է։ Հնարավոր է այս ամենը թույլ չտալ, իհարկե հնարավոր է։ Բայց այնպես չէ, ինչպես օրինակ վերջի հարցազրույցի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ որ ասում է, երբ որ ես գամ Փաշինյանի տեղը բանակցեմ, ես կբերեմ արժանապատիվ խաղաղություն։ Մենք ինչ ենք սրան հակադարձում։ Ինչպես ենք հակադարձում, ասում ենք, քանի որ պատերազմը մենք չենք սկսել, այլ մեր դեմ են սկսել։ Մենք չենք կարող երաշխիքներ տալ խաղաղության մասին։ Ալիևի փոխարեն։ Ալիևի փոխարեն իրենք տալիս են երաշխիքներ։ Ես զարմանում եմ մեզ մարդկանց այդ վստահության վրա ու զարմանում եմ մեր հանրության վրա, որ սրանց լսում են ու մտածում են, որ սրանք խաղաղություն բերող են։ Որովհետև չկա Հայաստանում ինչ որ մեկը, որ կկարողանա Ալիևի փոխարեն երաշխիքներ տալ խաղաղության մասին։ Խնդրում եմ երկու բառով անդրադառնալ, ինչպես ենք մենք պատկերացնում այդ ինչ ասեմ, խաղաղության հասնելու գործընթացը, որտեղ ի վերջո մենք չենք ձգտում կռվել, պատերազմել, մենք ուզում ենք խաղաղություն, ուղղակի դա ճիշտ ձև ունի։ Ինչպես որ նորմալ քաղաքակիրթ աշխարհում են ընդունված, հասկանում ենք, որ խաղաղությունը իրականում չի լինում զուտ դիվանագիտական բանակցային գործընթացներով։ Հնարավոր չէ զուտ խոսակցության մակարդակով հասնել խաղաղության։ Խաղաղությունը ամբողջ աշխարհում բոլոր պետությունները մեկը մյուսի հետ չեն պատերազմում, երբ հաստատվում է ուժային բալանս։ Այսինքն երկու ստեկ մեկը մյուսի վրա չեն հարձակվում, որովհետև հարձակումը կանխատեսելի հետևանքներ կարող ունենալ երկուսի համար։ Հիմա Ադրբեջանը վստահ է, որ Հայաստանի հետ ուլտիմատումներով կարող է խոսել եւ պահանջել այն ինչը, որ ինքը ցանկանում է։ Սրա դեմն առնելու համար հնարավոր է նորմալ ճիշտ կազմակերպելու պարագայում կանգնեցնել այս ագրեսիվ հռետորաբանություն ու պահանջները կանգնեցնել։ Երբ որ մեզ ասում են Ադրբեջանը ունի բազմաթիվ տեխնիկական միջոցներ, ավելի հարուստ է, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերակցությունը այնպեսին չէ, որ մենք դա կարողանանք ասել դե մաթեմատիկական հաշվարկ է, մենք չենք կարող։ Այսինքն մենք չենք գտնվում, չէ, Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարևանությամբ ու բոլորը մեր նկատմամբ հավակնությունները մենք էլ ասենք դե հնարավոր չի, ասենք այս պետությունների դեմ կռվել, դիմադրել, անկախություն պահել, ասենք դե գնանք հանձնենք, որովհետև մաթեմատիկան խոսքի հաղթում է այստեղ։ Այս պարագայում հակառակն է, նույն քաշային կատեգորիայում ենք ու հնարավոր է, այսինքն մեզնից 2 անգամ կամ նույնիսկ 3 անգամ ավել զինված բնակչությունով 3 անգամ գերազանցող պետությանը դիմադրություն ցույց տալ ու հասկացնել, որ մեր հետ ուժի լեզվով չեն խոսում։ Ու իմիջիայլ ոչ միայն կանգնեցնել, այլ չհրաժարվել սեփական պահանջներից, այսինքն այն որ Իակն իսկի խումբը դեռ լուծարված չի, նշանակում է մենք ունենք դաշնակիցներ, նույն Արցախի հարցով էլ, այսինքն երբ որ Փաշինյանը հայտարարեց Պրահում, որ Արցախ Ադրբեջանի մաս է, ինքը ճանաչում է դա, դրա համար ինքը պատասխան է տալու Բաղդեուշ։ Իսկ մեր պարագայում երբ որ մենք լինենք, մենք այդ հարցը բացում ենք, որովհետև աշխարհի համար այդ հարցը փակ չի։ Իակն իսկի խումբը հենց դրա համար է ստեղծվել ու չի լուծարվել մինչև այսօր։ Եվ այդ մարդիկ ունեն իրավունքներ։ Այդ իրավունքների առումով իդեպ սկսվել է նաև հավաքագրում գործերի Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպանը հավաքագրում է բոլոր այն մարդկանց տվյալները, ովքեր տեսնում են, որ իրենց գույքը ոչնչացվում է ադրբեջանական ուժերի կողմից իշխանության որոշմամբ եւ այդ բոլոր արբանյակային պատկերների համադրմամբ պատրաստում են իրավաբանական թղթապանակներ եւ դրանք ներկայացվելու են միջազգային ատյաններին, այնպես որ ոչինչ ավարտված չէ, ոչ գետնի վրա, ոչ իրավական ատյաններում։ Եվ իդեպ, որպեսզի
մենք հասնենք խաղաղության, շատ կարևոր է մի հիմնական, այսպես դասագրքային ճշմարտություն, պետք է ուժերի բալանսը վերականգնել։ Իսկ դրա համար պետք է ռեսուրսները ճիշտ կառավարել, նախ եւ առաջ, հաշվարկել մեր ունեցած ռեսուրսները, բազմապատկել դրանք եւ ճիշտ կառավարել։ Ինչին հակառակ ուղղությամբ է գնում մեր կառավարությունը։ Այս շաբաթ հավանություն տվեց այն օրինագծին, որի մասին մենք նախորդիվ խոսել ենք արդեն, եւ միայն դրույքա չափերը փոփոխվեցին, 20 միլիոն էր ասվում, հիմա դարձավ 24 միլիոն, եւ 1 ամիս ծառայելով մարդը կարող է, այսպես ասած, ազատվել բանակից։ 1 ամիս, որը ոչ մի բանի համար բավարար չի։ Մարդը չի կարող մարտունակ դառնալ այդ 1 ամսվա ընթացքում։ Ինչպես հետաքրքիր ձևով նկատեց Վարդանովը, այդ մի ամսում սովորում են միայն համազգեստը հանել, հագնել։ Ինչ է լինելու այդ մարդկանց հետ, եթե պատերազմական իրավիճակի մեջ նրանց կանչեն։ Նրանք դառնալու են բառի բուն իմաստով ոչինչի ընդունակ զոհեր։ Անիմաստ զոհերը այստեղ գուցե եւ տեղին կլինի ասել։ Այդ մարդիկ իրենց ծնողներին, չգիտեմ, հոգեբանական խոշտանգումների ենթարկելով կամ չգիտեմ ինչ ձևերով կամ գուցե ծնողները ունենալով այս հնարավորությունները ինքնախոշտանգվեն կամ հազար ու մի բան կարող ենք մենք մտածել, սա մի հսկայական սխալ է, սա քայքայիչ օրինագիծ է լինելու, իմ կարծիքով հիմա Մասիսը կասի նաև իր տեսանկյունից, որպես ծառայած, որպես կռված մարդ։ Հիմա բոլորը խոսում են սրա սոցիալական բաղադրիչից, որ այսինքն վատ բան է, սոցիալական անարդարություն է բան, բայց ես այս սոցիալական բաղադրիչը շատ կարճ կանադառնամ, կփորձեմ սրա շուրջ կենտրոնանալ, որովհետև հիմա հանրության մոտ ձևավորել է մի հատ իրավիճակ, որ քանի որ իշխանությունները Նիկոլենք են, ովքեր որ պարտության սիմվոլներ են, ովքեր որ պատրաստ չեն դիմադրություն ցույց տալու, այսինքն ծառայությունը հանուն ոչնչի է, դառնում իրենց ղեկավարությամբ, շատերը փորձում են իրենց երեխաներին հանել, ազատել, չգիտեմ ինչ որ բան անել, Նիկոլենք տալիս են այնպիսի հնարավորություն, որ նաև պետբյուջե փող մտնի։ Սա այդ սոցիալական մասն է ու լիքը մարդիկ չեն կարողանում կոռուպցիայի դեմ դառնել, օրինականացնում են, ինչ որ ապօրինի է։ Լիքը մարդիկ ինչ անել, իրենց տներն են գրավի տակ դնելու, իրենց տներն են վաճառելու, որպեսզի իրենց երեխաներին ազատեն, որը առաջացնելու է տնտեսական մեծ ճգնաժամ, մեծ խնդիրներ առաջացնում, սրա ռումբ է դրած տնտեսության տակ, բայց մեկ այլ ռումբ է դրած է պետականության տակ, որովհետև գալու է մի փուլ, երբ որ ազատվողների քանակը մեծ է լինելու, իսկ մենք այսօր գիտենք այնպիսի սահմաններ ունենք, որ կտրտված երկարացած մեր սահմանները, այսինքն մեր Հայաստանի Հանրապետության սահմանները ձևափոխվել է 20 թվականի պատերազմից հետո, արագից ավելի երկարել է, դա պահելու խնդիր կա, այս մոդելով ամենայն դեպս բանակի այս մոդելով դա պահելու խնդիր կա, մենք ասում ենք հնարավոր է մոդելը փոխելու ավելի հեշտ պահել, բայց իրենք դա էլ չեն անում ու հենց այս մոդելով իրենք բանակի թվականակ են փորձելու կրճատել, հաջորդիվ գալու են հայտարարեն, որ մեր բանակը ի վիճակի չէ զուտ դեմոգրաֆիկ, ի վիճակի չէ դիմագրավելու ադրբեջանական ագրեսիային, դրա համար մենք պետք է հանձնվենք Ադրբեջանին, իրենք սա են անում։ Հիմա իդեպ դա Ադրբեջանի պահանջներից մեկն է եղել լուծարել հայոց բանակը։ Ես ասում եմ բացառությամբ այն մարդիկ, ովքեր որ ունեն 2 երեխա, ովքեր որ 2 եւ ավել, ովքեր որ ունեն որոշակի առողջական խնդիրներ, չնայած առողջական խնդիրներ ունեցողների համար էլ 2 երեխա ունեցողների համար կարելի է որոշակի պայմաններ ստեղծել, այսինքն տանը մոտիկ ծառայեն, տուն գնալ գալով ծառայեն, չգիտեմ, ինչ որ պայմաններ, այլ դրանքային ինչ որ ծառայության ձևեր մտածեն, այդ մարդկանց է ներգրավեն պաշտպանությանը, որովհետեւ իրենք գնալու են իրենց այդ 2 երեխուն պաշտպանեն։ Բայց բացառությամբ այս պահին գոնե այդ մարդկանց, բացառությամբ գիտությամբ զբաղվողների, որոնք որ իրենց տեղում, եթե իրենց ծառայությունը երկրին մատուցում են ու ավելի էֆեկտիվ բան են անում, բացառությամբ այդ մարդկանց մշակութային ու սպորտային գործիչներին, ովքեր որ ավելի մեծ հաջողություններ են գրանցում իրենց ոլորտներում ու հայրենիքին այդպես են ծառայում։ Ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի պատիվը դրոշը բարձր են պահում, բացառությամբ այս ոնց որ առանձին խմբերի, որոնք որ իրականում կես տոկոսներ չեն կազմում, շատ փոքր թիվ են կազմում, մյուսներին, ովքեր որ կփորձեն գումարով բանակից ազատվել, ես ինքս ու կարծում եմ իմ նման մտածող բազմաթիվ հայ մարդիկ նայում ենք
նույնպես դավաճանի աշխուհացիները ոչ միայն օրենքը ընդունողներն են դավաճաններ, այլ այս օրենքից օգտվողները, ովքեր որ կսկսեն օգտվել, հետևողական են լինելու, ասելու ենք, որ մեր շրջապատում գտնվող մարդիկ ուշադիր լինեն, տենանք ովքեր են այդ բանակից ազատվողները, հասկանանք իրանք առհասարակ ինչ ձև են վերաբերվում այս պետությանը, ինչ են իրենք առհասարակ այս պետության ապրում, հավեր լավ է թողնեն գնան, վաղը մյուս օր երբ որ խնդիր առաջացավ, դուք ինչպես եք օրինակ ձեր մայրերին, քույրերին, չգիտեմ, կանանց, երեխաներին պաշտպանել, ինչ թուրքերին որ ձեռք չտան։ Չի անցնել, համ թուրքերը վճարն են վերցնել, համ մայրերին ու քույրերին։ Սա մի անգամ մենք սրա մեջով անցել ենք, ու երբ որ նախորդ դարում օրինակ Դաշնակցությունը դրա մասին ինքը ասում է մեծ ձեռքբերում էր, երբ որ հայերը դառան զինապարտ, այսինքն երբ թուրքերի իշխանությունը երբ որ եկավ հայերին զինապարտ զենքի իրավունք տվեցին, դա մեծ ձեռքբերում էր։ Մենք դարերով երազել ենք, որ մեզ հնարավորություն տրվի, մենք զենքին մոտիկ լինենք, դարերով երազել ենք, որ ունենանք զինվորականություն, ունենանք բանակ, հիմա մեր պետությունը ամեն ձև խրախուսում է, որ մարդիկ բանակից խուսափեն։ Հարգելիներս, մեծ պատիվ պետք է լինի զինվորական համազգեստ կրելը, մեծ պատիվ պետք է լինի զենքին ծանոթ լինելը ու ծառայելը երկրին, այսինքն դա բարձրագույն պատիվ է, ասենք արժեք է, որ դու ծառայել ես քո երկրին։ Իդեպ Լավրովին հարցրեցին նաև ռուսական զենքի մասին, ասեցին Ադրբեջանը ռուսական զենքով էր մեր դեմ եւ Լավրովն էլ պատասխանեց, թե դուք էլ ռուսական զենքով Ադրբեջանին հաղթեցիք։ Բայց լավ կլիներ հիշեր Լավրովը, որ այն ժամանակ, երբ որ քիչ շատ ինչ որ փշուրներ մնացել էին մեզ մոտ զենքից, դա ռուսականը չէր, դա խորհրդային զենքներ եւ խորհրդային զենքի ստեղծման գործում շատ մեծ ավանդ ունեցել են հայերը։ Հայերը ցկտել են միշտ դեպի զենքը եւ իրենք ունեցել են առանձնահատուկ տաղանդ, բազմահատոր աշխատություններ կան այն ամենի մասին, թե որ կոնկրետ նախագծերում ինչ դերեր են ունեցել հայ գիտնականները զենքերի ստեղծման, արտադրության եւ բոլոր փուլերում։ Դա պետք է հաշվի առնել եւ փոխանակ մենք մեր ռեսուրսի մեջ այս որակները խրախուսենք, այսա զարգացնենք եւ սա կարողանանք այնպիսի սկզբունքներով օգտագործել, որ հզորանանք, մենք ընդհակառակը ասում ենք հերոս հարկատու շարքից։ Բերեք վճարեք եւ ազատվեք, իսկ ով պիտի անի այդ գործը։ Հաղթեք, դուք անվեք, վճարեք, չէ, հիմա հաղթի փոխտուր, հաղթի հիմա փոխտուր ազատվի, փոխտուր կամ չգիտեմ, հաջորդը լինելու է հերոս բանակից ազատվող, չէ, շուտով կհայտարարենք, ասեն դե փող են տալի, ուրեմն հերոս են։ 24 միլիոն։ Եվ իդեպ մի բան էլ նշենք, պատերազմները ավելի ու ավելի դառնում են տեղեկատվական, տեխնիկական եւ այս տեխնիկական բնույթի մեջ մեզ ավելի շատ պետք են խելացի զինվորներ, մարդիկ, ովքեր լավ են սովորել դպրոցում, ում ընտանիքները ավելի մերձ են տեղեկատվական տեխնոլոգիաներին, բայց հենց այսպիսի ընտանիքներին է ավելի հեշտ լինելու, որովհետեւ իրենք միջին եւ մի քիչ ավելի բարձր խավն են ձեռք բերել այդ նշված գումարը եւ ազատել տղաներին։ Ի վերջո ովքեր են գնալու բանակ։ Ինչպես են օգտագործելու այն տեխնիկական միջոցները, ԱԹՍ-ներ կլինեն, թե Հնդկաստանից, Ֆրանսիայից բերված այսպես բարձր տեխնոլոգիական զենքեր կլինեն, ինչպես են օգտագործելու դրանք, ինչպես են սովորեցնելու այդ ամենը, ում են սովորեցնելու, թե ավելի մեծ գումարներ խոստանալու են 24 միլիոնից մի քանի անգամ ավելի մեծ գումարներ, որ մարդիկ պայմանագրայինով ծառայեն բանակում։ Ով է հաշվել, որ շիշ-բռնողն է հաշվել այս ամեն ինչը։ Արսամանքի մեխանիզմը պետք է գործի դնել, ուղղակի մենք ինքներս մեր մեջ պետք է գտնենք այդ մարդկանց, հասկանանք, որ մարդիկ գումարով ազատվում են, ասենք, ուղղակի մեջքով շրջենք այդ մարդկանց։ Իրենք հասկանան, որ այս հասարակությունում այդ ձևի մարդիկ տեղ ունենան։ Միանշանակ։ Եվ հիշեցնենք, որ սա զինծառայության տևողությունը գումարի դիմաց գալի կրճատելու երրորդ փորձն է։ Նախագիծը առաջիկայում կքննարկվի ազգային ժողովում, հուսանք ազգային ժողովում խելամիտները մի քիչ ավելի շատ ձայն կունենային։ Կամ մենք այնքան կասենք, որ մարդիկ ազդեցություն կունենա դա։ Լավատեսական այս կետով մի այլ ներքաղաքական խնդրի էլ անդրադառնանք, impeachment-ի հարցը անցյալ շաբաթ շատ էր քննարկվել եւ խորհրդարանական ընդդիմությունը ասել էր, որ ցանկացած տեխնացուի ներկայացրեք, մենք կողմ կքվեարկենք եւ ահա ցանկացած տեխնացուն, որը Էդմոն Մարուքյանն էր, ներկայացվեց ԿՊ-ից առանձնացած Հակոբ Ասլանյանի եւ Հովիկ Աղազարյանի միջոցով եւ անմիջապես հետ քաշվեցին, ասացին ոչ Մարուքյանի տեխնացությանը մենք կողմ չենք քվեարկի։ Այսպիսի բաներ։
Սա էլ այսպես հերթական շոուներ կարելի է ասել։ Ժամանակի են ձգում զբաղացնում են, այսինքն կրկեսի են վերածել։ Բովանդակություն չկա, այսինքն լավ համաձայն եմ իրենց հետ Նիկոլին պետք է հանել միանշանակ։ Amma իրենք impeachment են հայտարարել, ինչ են ուզում առաջարկել, տեղ առաջարկելու բանը ինչն է։ Իրենք ասում են, եկեք Նիկոլին հանենք, մի ուրիշ Նիկոլին բերենք, թող մեզ բերի խաղաղություն։ Սրա շուրջ է հիմնականում դիսկուրսը սրա շուրջ է։ Մենք ասում ենք, մեր հետ խաղաղվեն, երբ որ մենք կարողանանք ուժային գործոն լինել։ Չկա Հայաստանում մի մարդ, որ կարողանա Ալիևի տեղը երաշխիքներ տալ։ Այս է խնդիրը, կամ էս կողմես, կամ այն կողմես։ Նույն Էդմոն Մարուկյան նոյեմբերի 9-ի ներկայացուցիչը, ով է Էդմոն Մարուկյանը։ Չնայած որ ի տարբերություն մյուսների հանրապետական էլ է նոյեմբերի 9-ի։ Երբ որ ինքն ասում էր հոկտեմբերի 10 կամ 12, 13, նույն Քոչարյանն է նոյեմբերի 9-ը ինքն էլ ասում է հնարավորություն կար հոկտեմբերի 19-ը, հանձնվելու ժամանակներ էին բանում, ասում են Արցախը կմնա, Արցախը նոյեմբերի 9-ին է որոշակի մնացել։ Հիմա կա իրենք այդ նույն բանն են առաջարկում։ Այսինքն սա պարտության կուսակցությունն է։ Երբ որ մենք ասում ենք պետք է դիմադրել, մեզ ասում են դուք պատերազմի կուսակցություն եք։ Չէ, մենք ասում ենք մենք չհանձնվելու կուսակցություն ենք։ Լավ, սենց ձևակերպեմ։ Իրենք պարտություն ու չհանձնվել, սրա շուրջ է ընդհանուր դիսկուրսը։ Իսկ ազգային ժողովում բոլոր գտնվողները եւ իրենց բերած ցանկացած տեխնացու նույն բանն են ասում, ուղղակի ձեզ զբաղեցնում են, շոու են սարքում, ինչպես ցանց 2000 տարի առաջ էր հաց եւ տեսարաններ մեթոդներ աշխատում։ Մինչդեռ Ալիևը շարունակում է իր բռունցքը թափահարել, այս շաբաթ էլ Կովկասի մահմեդականների վարչության նիստում վարչության նախագահ Ալաշուքյուր Փաշազադեն թշնամական զրպարտիչ հայտարարություններով հանդես եկավ հայաստանյաց հայ առաքելական եկեղեցու հասցեին։ Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել Ուչմիածին պատմական ադրբեջանական հողերում, որ անվանել են Էջմիածին, եւ իրենց կրոնական տաճարները կառուցել են այն տարածքներում, որոնք իրենց հետ ոչ մի կապ չունեն։ Պատկերացնում եք ուր են հասել արդեն զեղծարարությունները։ Ըստ ապագործակալության հարցականի տակ դնելով Հայաստանի առաջին քրիստոնեական երկիր լինելու փաստը, նա ասել է. Ղարաբաղում ստեղծվել է Արցախի թեմը, իսկ Ռուսաստանում նոր Նախիջևանի թեմը, հայերի կրոնական կենտրոնի միակ նպատակը պատմական մեծ Հայաստան հայկական ուտոպիային աջակցելն էր։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին էլ հիմնադրվել է ուղղակի, որպեսզի Ադրբեջանի հողերը խլի։ Մենք կարող ենք ժպտալ, կարող ենք ծիծաղել, կարող ենք ասել էս ինչ մարազմա, էս ինչ աբսուրդ է, էս ինչ հակագիտական է, բայց փաստն այն է, որ իրենք իրենց գիծը շարունակաբար տանում են առաջ, շաբաթ առ շաբաթ։ Որովհետև Հայաստանում եկեղեցին գոնե ինքը պատմական հիշողություն ունեցող անընդհատ, այսինքն չի ընդհատվել, եթե օրինակ մեր պետությունը ընդհատվել է, եկեղեցին չի ընդհատվել, երկարաժամկետ պատմական հիշողություն ունեցող կազմակերպված, ամենակազմակերպված կառույցն է, որը որ ունի հնից եկած արարողակարգ։ Իրականում դա շատ լուրջ, ինքը ոնց որ կառույց է, ստրուկտուրա է, որի դեմ նման հայտարարություններ ես դրա համար եմ ծիծաղում, որովհետև դրա դեմ այս մեթոդներով պայքարելը անիմաստ է։ Այսինքն պատկերացրեք ինչի է թեն իրենք գործ ուզում ունենալ ամբողջ աշխարհում մեծ ցանց ունեցող, մեծ պատմական հիշողություն ունեցող, մեծ կապիտալ ունեցող կառույցի դեմ փորձում են հսկայական նամակագրական ժառանգություն ունենք, մենք քույր եկեղեցիների եւ առհասարակ տարածաշրջանի Եվրոպայի հետ կան գրքեր, որոնք ցույց են տալիս, թե Հայաստանից գնացած քրիստոնյաները ոնց են տարածել քրիստոնեությունը այլ երկրներում, այս ամբողջ հսկայական պատմական գիտականության դեմ այսպիսի կացնային մեթոդներ։ Մյուս բանը, որ ասում են մեծ պատմական Հայաստան ունենալն է, մեծ Հայաստան ունենալը, ուտոպիային աջակցել։ Իսկ դա ուտոպիա չէ։ Ես կասեմ, որ դա ուտոպիա չէ։ Երբ որ եկեղեցին ասում է, որ պատմական մեծ Հայաստան են ցանկանում ունենալ ու դա ուտոպիա, դա առհասարակ ուտոպիա չէ։ Պատմության մեջ բազմաթիվ են եղել փոփոխությունները, որ շրջադարձերը, լուրջ պատմական շրջադարձերը գոյություն չունեցողը դարձել է պետություն, հսկա կայացությունները կործանվել են, քարտեզի երեսը չնջվել են, մենք սա էլ պետք է հասկանանք, որ պետք է դիտարկել ավելի լայն, պետք է նայել ժամանակի մեջ, այսինքն ոչ միայն այսօրվա, այլ
առաջիկա 100, 200, 300 տարվա երազանքով, 500 տարվա երազանք ունենալ, նպատակ ունենալ, դրա շուրջ աշխատանք կատարել, քրտնաջան աշխատանք կատարել, որովհետև մենք հիմա վեր ենք ասվել սպառող հասարակության, բայց մենք պետք է հասկանանք, որ մենք ստեղծող ենք ու հաջորդ ծնողների համար պետք է ինչ-որ մի բան ստեղծենք, որովհետև մենք էլ վերցրել ենք մեր նախորդների ստեղծածը։ Լիքը խնդիրներ կան, դրանից բողոքում ենք։ Պետք է այնպես անենք, որ հաջորդ ծնողները մեզնից մի քիչ ավելի գոհ լինեն, քան մենք, որ ենք դարեր շարունակ մեր ծնողներից դժում ենք մնացել, զարմացել ենք, թե ինչի մեզ թագավորություն չեն ժառանգել։ Այն արարիչ է եւ կարող ենք վերականգնել մեր արարչական այդ կերպը։ Ուղղակի պետք է ճիշտ սկզբունքներ դնենք մեր առաջ եւ ճիշտ աշխարհայացքով գնանք մեր երկրի զորացման ընթառաջ։ Մենք այդ ճանապարհին ենք եւ սպասում ենք ձեզ։ Եթե դուք եք մտածում, որ հնարավոր է այս իրավիճակը շրջել, ապա համեցեք դռները բաց են, միացեք մեզ։ Սպասում ենք։